Նախ բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, իսկապես նաև չափազանց ցանկանում եմ կարևորել այս օրերի ընթացքում, ամիսների ընթացքում ձեր կողմից մշտապես Հայաստանի Հանրապետության, անկեղծորեն եմ ասում, նորագույն պատմության ամենախայտառակ քաղաքական հետապնդման վերաբերյալ մշտապես ձեր լուսաբանումները Սամվել Կարապետյանի նկատմամբ այնինչ տեղի է ունենում արդեն 7 ամիս, իսկապես աբսուրդային է։ Այս պահի դրությամբ արդեն Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը որպես խափանման միջոց, որ պատկերացնեք վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմը եւ այն դատական նիստը, որը գործընկերների հետ ունեցանք 14 ժամ տևողությամբ դատավոր Դոլմազյանի նախագահությամբ կրկին հանգեցրեց նրան, որ տնային կալանքը կիրառվեց որպես խափանման միջոց։ Իհարկե նաև այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, դրանք վերացվել են։ Եվ այդ վերացման սկիզբը իհարկե արդեն դրել էր հենց վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։ Իրավիճակը հետևյալն է, այն, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց պետք է կիրառված չլինի, այն, որ այստեղ ընդհանրապես գործ չկա, բայց կա 7 ամսից ավելի տևող ամենաինտենսիվ քրեական հետապնդումը, դա հայտնի է բոլորին, այն, որ Սամվել Կարապետյանը 7 ամիս առաջ հստակ գիտակցում էր, երբ տան դիմաց եկել էին 100-ից ավելի ոստիկաններ, որպեսզի իրան բերման ենթարկեին, խուզարկություն իրականացնեին եւ այլ, բոլորի համար պարզ էր ինչ էր կատարվելու, բայց Սամվել Կարապետյանը, որպես ուժեղ մարդ, որպես ուժեղ հայի տեսակ, բնականաբար պատվով չնայած այդ ամեն ինչին 7 ամիս տևող կալանք ունեցավ։